Հայր ջան բոլորին բարևներ Դուբայից։ Այսօր շատ հետաքրքիր օր ալնելու Դավոյի եւ Վրեժի հետ Դուբայից գնալու ենք նայել ընտիր բնակարաններ Դուբայում ու ցույց տանք ձեզ գները։ Շոբանա լինելու են վիլաներ Աբու Դաբի եւ Դուբայի կենտրոնում եւ Blue Waters ոնց են ասում Island, правильно, Դավիթ։ По-русски, по-армянски գնացինք ժողովուրդ ջան նայել շատ հետաքրքիր վիդեո Դուբայից, այնպես որ լայքերը դրեք, կոմենտներ գրեք, որ վիդեոն տարածվի։ Մենք արդեն Blue Waters-ում ենք, ցույց ենք տալու առաջինը Blue Waters, գնացինք։ Ճանապարհ ես ոնց անեմ, սաներ ծոլեր, թռնեմ ասեմ, օգուս կարոտը, յարիս պատմեմ։ Դա Blue Waters-ը լավ տեղ է, շատ լավ տեղ է, շատ ընտիր, պրեստիժ տեղ է, ծովի ափին, շատ լավ տեսարաններով։ ու որ մենք հիմա ցույց ենք տալու, էսի շատ տուրիստական տեղ չի, տուրիստները լինելու են կողքը, ճիշտ եմ։ Հա, տուրիստները լինելու են կողքը, դիմացնել ալնելու, բայց ձեր շենքի հայատներում տուրիստ չի լինի։ Այնտեղ մենակարան լինեն մարդիկ, ով ապրում աստեղ։ Կարելի ասել հիմա ցույց ենք տալու էքսկլյուզիվ բնակարաններ։ Էքսկլյուզիվ, թանգանոց ու քիչ է։ Ալնելու է պատրաստի։ Բարձր շենքեր չեն, բնակարանները քիչ են ու շատ արժեք ունի էլի լավ։ Գնացինք ժողովուրդ ջան, պատրաստեք նայելու ընտիր բնակարաններ հիմա Blue Waters-ում։ Բարձացանք վերև, հիմա գտնվում ենք պատշգամբում, ասենց ասած բալկոնում։ Մի հատ տեսքերը ցույց տանք դա։ Ցույց տանք։ Էնի GBR-ն է, ամենահայտնի տեղն է երևի Դուբայի։ Էսի ամենաբարձր կալիսոն է, սրանց բարձր չկա աշխարհում, մի քանի տարի կանգնած էր, չէր աշխատում, 4 ամիս առաջ սկսեց էլի աշխատել, մենք արդեն եղել ենք այնտեղ։ Շատ հետաքրքիր է, հա, դաժե եղել են վիդեոյում նկարել։ Այս կոմից ծով է, այն կոմից ծով է։ В общем, էսի ամենապրեստիժ լոկացիաներից մեկն է ծովի ափին։ Շատ պրիվատ տեղ է, որ նայեք, այն կողմերը կարող է լիքը տուրիստներ ման գան, բայց ձեր շենքի հայատներում բացի այս շենքի ապրող մարդկանցից ոչ մեկ էլ չի կարա մտնի։ Էսի է դրանով է լավ, որ ասենք դու ապրում ես սենց տեղ, որտեղ այն կողմը տուրիստները շատ են, իսկ ստեղ այսենց հանգիստ, հələ մի հատ մենակ ձեն չհանենք, լսեք։ Տրասա չկա, սա գետնի տակը մեծ պարկինգ է, ավտոները քիչ, ընտիր տեղ է։ Արի բնակարանները ցույց տանք։ Մի հատ արագ բալկոնը ներկայացնեմ, սենց մեծ բալկոն է, նայեք, սենց սեղան է դրած, որ դաժե կարողանաք բալկոնում նստեք, սենց մեծ կամպանիայով ձեր առիթները նշեք, սենց նայեք ծովին, այս կողմը սենց դիվան է դրած էլի իր սիրուն աթոռներով, սեղաններով, շատ սիրուն բնակարան է, մտնենք ներսը, հիմա Դավիթը ձեզ կպատմի։ Մտանք ներս, էսի մեր զալն է, կուխնյայի հետ միասին, այսինքն սիրուն ձևակերպված է, ստե թեթևակի ռեմոնտ են արել, որովհետև կառուցապատողը սեր չի անցնում տները։ Թեթևակի բրատ։ Հա, թեթևակի ռեմոնտ արած է, դիզայնով ամեն ինչով պոլն են փոխել, այս պատերի վրի, պանելները ամեն ինչ։ Շատ լավ պրաստորնի կուխնյա ունի, տեխնիկայով, ամեն ինչով, Bosch, շատ բարձրավորակ ամեն ինչ կա արդեն ստեղ, այսինքն մեծ խալադիլնիկ է։ Դա վես ծախում են ամեն ինչը սենց մեջը մտած։ Ամեն ինչը մեջը, ինչ տենում եք, մեջը լինելու, դաժե այս շամպանսկի շիշն էլ ինձ թվում է կտա։ Այս սեղան աթոռը իր հլնայեք այս լյուստրային ժողովուրդ ջան։ Պոլերը պարկետ արած, ստեղ անցնենք սենյակները ձեզ ցույց տանք, զալն է սենց էլի շատ մեծ է, իր դիվանով ամեն ինչով ամեն ինչ նոր է, էլի շատ sense դաժե հոտերը ստեմ մտնում եք արդեն զգում եք։ Էսի 3 bedroom է, արի մի անգամից մեծ սենյակներ ցույց տամ։ Sense թաքնված սենյակ է, ստե լվացքի մեքենա, սուշիլնի մեքենա ու արի առաջ։ Այս սենյակը ոնց ուզեք արագ օգտագործեք, նյանյա լինի կամ փոքր կաբինետ անեք կամ երեխեքի համար խաղալու սենյակ։ Այս սիրուն սենյակ է, պոլը գցած, բան, մի հատ սեղան կա ու իր զուգարան բաղնիքն էլ ունի։ Ուզում եմ ասած նկատեմ, որ դաժե ստեղի պատերը, էլի դիզայներսկի ռեմոնտ արած ու պատուհանները նայում է դեպի ծովին ու հայաթին, նայեք, հիմա
0.5-ով էի նկարում, դնեմ մեկի վրա, որ այսպես մենակ զգաք էլի, հայաթը ինչ սիրունա դեպի ծովա նայում ու անցնենք արդեն ձեր սենյակները ցույց տամ։ Ստե հյուրերի զուգահան բաղնիքն է։ Էսի ասենք հենց մտար տուն, մուտքն էլ էս կողմից է։ նայեք ժողովուրդ, ստեղից մտակ ներս, ստեղ զուգահանն է, ստեղ հայելի ամեն ինչը կա, էսի անցնում եք դեպի զալ, բալկոն, էս էս մեծ կարիդոր է ու բաժանվում է 3 սենյակի։ Հիմա դες ցույց տանք։ Էսի մեր առաջի ննջասենյակն է, իր զուգահան բաղնիքով, դարակներով, կրավաթով, ամեն ինչ արդեն կահավորված, սիրուն, մտի ապրի։ Ոնց ասում են։ Ու ինչն է լավ դա, ամեն սենյակից տեսքը ունի դեպի ծով է, էլի, ամեն մի սենյակից։ Ու պատուհանները ստեղ բացվում է ժողովուրդ։ Ամեն սենյակը sense կահավորված, խալիով, ամեն ինչով։ Ու դիզայներսկի ռեմոնտ է, պրոստը անկապ ռեմոնտ չի, էլի։ Դաժե բարձել էլ կա, որ ասենք մտնես ու իրոք ապրես։ Հենց էս լրիվ պատրաստի։ Շատ մարդին հարցնում են պատրաստի բնակարանների մասին ցույց ենք տալիս։ Ստեղ էլի դարակներ կա, շիտավոյներով ամեն ինչով։ Ստեղ էլ դապանիզնի դարակներ, էսի երկրորդ սպալինա, էլի նույն ձևի ոնց որ այն մեկը, բայց թե կրավատ չեն դրես, թե արդեն որ մարդ ուզենա իր ճաշակով անի, կարող է երկու հատ երեխա ունի, աջելնի դիվաններ ավզում, կրավատներ կամ որ ինքներ հետ որոշեք էլի, այս մի սենյակը ոնց անեք։ Էլի սենյակը նորից ասեմ ժողովուրդ նայում է էլի ծովին, պատուհանները բացվում են, շատ հիասքանչ բնակարան է, իր գարդերոբներով ամեն ինչով կարիդորն է ահավոր մեծ է։ Մտանք master bedroom, ստեղ մի քիչ ավելի մեծ սպալնի է, բայց էլի իր դարակները ստեղ, դարակները այնտե, ավելի շատ տեղ կա, վեշերը պահելու էլի շատ սիրուն տեսարանով, կահավորված բոլորովին ու զուգահան բաղնիք էլ ունի աջելին, էլ մի հատ էլ վաննա կա մեջը։ Ասես ցույց եմ տալի, որ ամեն ինչ տենակ ժողովուրդ ու առանց վրազելու, քանի որ sense ձեր հետ ման են գալի, որ զգաք էլի այս բնակարանի մեծությունը։ Ստեղ արդեն սրանցից երկու հատ է, դուշևոյ կա ու վաննա էլ կա։ Շատ սիրուն է։ Դաժե սրբիչներն են բերել։ Ամեն ինչ կա, ամեն ինչ պատրաստ է։ Մտեք, վայելեք։ Անցնում ենք զալ ու զալից դուրս են գալի բալկոն, որ լսենք գինը։ Նրանք ինչ գին է ասում դավոն։ Դա մի քիչ էժան ասել։ Ոնց կա տենց է պետք է ասեմ, բալկոնն է ուգլավոյ արի, ստեղից էլ կայնենք։ Ստեղ էլ ասենց սիրուն ծովի տեսարան, պալմայի հատվածներն էլ են երևում։ Ուրեմն այս բնակարանի գինը 4 միլիոն դոլար է, ընդհանուր մակերեսը 200 քառակուսի մետր։ Անենց որ ժողովուրդ ջան, ում հետաքրքրեց այս բնակարանը, զանգ եք գրեք, եթե Դուբայում ելնեք, կարան գանք իրար հետ նայենք, խնդիր չեմ տեսնում, չէ՞ Դավ ջան։ Հա, вообще պրոբլեմ չի։ Всё, հիմա բարձրանանք մի հատ էլ ստեղ էլի բնակարան կա, բայց էդի մի սենյակ է։ Մի սենյականոց, հա։ Բարձրանանք ցույց տանք ձեզ էլի գները պատմեք։ Էս էլ մի սենյականոց բնակարանն է բերե Դավոն։ Հա, այս էլ նույն ձևի, նույն շենքում մի սենյականոց բնակարանն է, մի քիչ ավելի փոքր, բայց էլի ընդհանուր մակերեսը 103 քառակուսի մետր է, էլի շատ սիրուն տեսարանով։ Մի հատ ցույց տամ, էլի բալկոնով, իր տեսանով, այսի ներքևի հարգա ժողովուրդ, այնի ավելի բարձր էր, այսի sense բնությանը ավելի մոտիկ sense ասած։ Ինչն է լավ, դաժե ծառերը ավելի բարձր են, քան թե այս տունը, որ ապրում ես թե ոնց որ անտառում ապրես։ Լարի ցույց տամ, լավ չենք վրազում ժողովուրդ։ Հլնայեք, պալման ավելի բարձր է, կաստա ձեր բալկոնը, այս բալկոնից է նայում եք հայաթը։ Հա ծովը ստեից չի երևում։ Չէ, որ աչքն այս կերևա։ Երևում է։ Հենա, դեից երևում է։ Մի քիչ sense երևում է ժողովուրդ, հենա։ Դե անցնենք նայենք հələ բնակարանին։ Էլի ինչ կա։ Էլի դիզայներսկի ռեմոնտ է, դիզայներսկի մեբել է, որ ուշադիր նայեք, նկատեք ինչքան փոքր-մոքր դետալներ կա, բայց լրիվ տեսքը փոխում է բնակարանի։ Ստե կուխնյան է, ստե լվացքի մեքենայի հարմարություններն է։ Այսինքն սիրուն պահած ամեն ինչ ոչ հիմա դաժե չի երևում։ Ասում եմ ցույց տամ, այս ակուլային էլ ուշադրություն դարձրեք, էսի sense օստրովա, կուխնյան է, սալաձելնիկա, ջուրը կա։ Անցանք առաջ։ Անցանք առաջ տեղ։ Այս հայլին էլ է սիրուն, ինքը sense մեծացնում է բնակարանը, նայեք, ես նայում ես հայլին, ոնց Ստե հյուրերի համար զուգահան բաղնիք է, մուտքի մոտ հենց։ Ստեից է մտնում եք բնակարան, ժողովուրդ, էսը պադեսներն է, sense ցույց տամ, որ հասկանաք, ես մտակ բնակարան, ստե sense փուչորիկ հայլի է, ստե հյուրերի բաղնիքը, զուգահանը։ Մտնում եք ննջասենյակ, էլի շատ սիրուն դիզայներսկի սարքած,
շատ մեծ գրավաթով, այս հարմարություններով։ Ինչ ասեմ, մի հատ էլ զուգական բաղնիքներ ցույց տանք, էլի շատ լավ մեծ զուգական բաղնիք է, երկու հատ ռակվինայով, վաննայով, դուշիվոյով, շատ սիրուն, շատ հարմար բնակարան է։ Դավ գինը կասես։ Գինը $1,700,000, ընդհանուր մակերեսը 102 քառակուսի մետր։ Բարև ձեզ բոլորին նորից, եկել ենք Շոբայի Sales Center-ը, որտեղ բոլոր մակետներն են, ուզում եմ ձեզ միշտ պատմեմ Շոբայի մասին, Շոբան մտնում է լավագույն 4 հատ կառուցապատողի ցուցակ, լավ կառուցապատողը, շատ լավ որակով, լյուքս պրոյեկտներ ունի, ծովի մոտ, Business Bay-ում, Business Bay-ի մոտ, շատ լավ պրոյեկտներ են, Սուսանան մեր մենեջերն է, հայ աղջիկ է, ստեղ աշխատում է, հիմա Սուսանան մեզ ավելի լավ, պարզ, ավելի չոտքի կպատմի իրանց հիմիկվա պրոյեկտների մասին, որում մենք կարանք շատ լավ բնակարան ստանանք Հիտոգում։ Բարև ձեզ Դավիթ, մերսի շատ գալու համար։ Մենք այսօր կխոսանք կոնկրետ Heartland 2 պրոյեկտից, սակայն Շոբան ունի պրոյեկտներ Դուբայով տարածված, այսինքն մենք ունենք Շոբա Elwood, Շոբա Reserve, ունենք GLT կողքը, Շոբա Central պրոյեկտը եւ Business Bay վրա, ինչպես Դավիթը արդեն նշեց։ Այսօր մենք կխոսանք Շոբա Heartland 2-ից, որը գտնվում է մեր լոկացիայի կողքը, որտեղ մենք հենց հիմա կանգնած ենք, դա Շոբա Heartland 1-ն է, մեր առաջին պրոյեկտը, Meydan area-ում է գտնվում։ Շոբա Heartland 2-ը մեզանից 5 րոպե հեռավորության վրա է։ Այս ամբողջ պրոյեկտը, որ դուք այստեղ տեսնում եք, ինքը 8 միլիոն քառակուսի ֆուտ տարածությամբ հողատարածք է, որը ամբողջովին պատկանում է Շոբային։ Դա մեզ տալիս է հնարավորություն կառուցել master community։ Ինչ է նշանակում master community։ Բոլոր հարմարանքները այդ community-ին կառուցվում են Շոբայի մեր կողմից։ Այստեղ կան դպրոց, կան կլինիկաներ, կան retail հարմարանքներ եւ սովորական հարմարանքներ բնակիչների համար։ Այստեղ, եթե մենք նայենք դեմից, եկեք մոտենանք այն կողմից, մենք ունենք այսպիսի պոդիումային հատված, ես հիմա իմ այս ցուցանակով ցույց եմ տալիս, կարմիրով, պոդիումային հատված, որը մենք անվանում ենք multi-layer podium։ Ինչ է multi-layer podium-ը։ Ամեն հարկի վրա դուք ստանում եք ինչ-որ հարմարանք։ Վերևի հարկերը իրանց վրա պարունակում են բասեյններ, լագունաներ, outdoor gym, բաց երկնքի տակ սպորտզալ, այսինքն բաց երկնքի տակ կինոթատրոն, ու ամեն ինչ ինչի մասին դուք կարող եք պատկերացնել, մտածել, գտնվում է այս պոդիումի կտուրային հատվածում ոնց որ։ Տակի հատվածում, տակի հարկերում արդեն retail area-ն է, այսինքն շենքի բնակիչները կունենան կաֆեներ, կունենան ապտեկաներ, բոլոր հարմարանքները, որոնք պետք են ինչ-որ միտեղ ապրելու համար, լինելու են Շոբա Heartland 2-ում։ Եթե դուք չեք ուզում դուրս գալ ձեր community-ին, դուք կարող եք դուրս չգալ, բայց եթե ուզում եք դուրս գալ, downtown-ը գտնվում է 10 րոպե հեռավորության վրա, ծովը գտնվում է 20 րոպե հեռավորության վրա։ Իրականում լոկացիան շատ լավն է, ու ես հիմա ավելի մանրամասն կպատմեմ, թե ինչ ունենք մենք այս community-ում։ Պաստորին Սուսանա ջան, էսի այնպես թաղամասա, որ ամեն ինչ կա, չէ՞, ես ոնց հասկանում եմ, այնի դպրոց է, էսի լողավազաներ են, տարգովի ցենտրներ, ռեստորան, կաֆե, միշտ գրիկի էլա նման, չէ՞։ Գրիկին կարանք մենք իրան համեմատենք, բայց սա մի քիչ ավելի նիշվի պրոդուկտ է, կներեք ռուսերենից համար, նիշվի պրոդուկտ է այն առումով, ավելի բարձր որակի։ Օրինակ, երբ որ ես գնում եմ գրիկ, իմ համար այդ թաղամասը մի քիչ շատ ոնց որ փակ լինի, տները ոնց որ կարոպկաներ լինեն, ես չեմ ուզում եմ առի մասին ոչ մի բան ասել, եմ առը թոփ կառուցապատող այմիրություններում, գրիկը շատ գեղեցիկ ռայոն է, բայց կյանքի առումով Heartland 2-ը շատ ավելի գրավիչ է, ու ես համոզված եմ, որ երբ որ մենք սկսենք հանձնել մեր պրոյեկտը, բոլոր կողմերից մարդիկ սկսելու են տեղափոխվել ու հենց ուզել ապրել այս community-ում։ Իսկ համ վիլաներ կան, ինչքան գիտեմ, վիլաներ են, ասաբնյակներ են Լագունայի մոտ, այն շենքն էլ, այնի այս կառուցապատող Շոբայի տիրոջ շենքն է, այն զամակը, ասաբնյակը որ կա։ Սա էլ իրա դուստերի, հա, տենց են ասում, իրա ասաբնյակն է, իրար կողքն են ապրելու։ Դպրոցը կա, լագունաները կա, բասեյները կա, բոլոր հարմարությունները կան, սրանից հարմար տեղ ապրելու, իսկ հիմա 30 թվին չէ պատրաստ կլինի ամեն ինչ։ 30-ին մեր վերջին շենքն է պատրաստ լինելու, որը մենք մի քանի օր առաջ լոնչ ենք արել, բայց 27 թվին արդեն հարմարանքների երևի 80%-ը պատրաստ է լինելու։ Ինչու, որտեղ 27 թվին այս մեր մեջտեղի 3 շենքը ձախից ու 3 շենքը աջից իրանք պատրաստ են լինելու, ու արդեն մարդիկ սկսելու են այստեղ տեղափոխվել։
Իրականում տարվա վերջի 25 թվականի վերջ մենք հանձնելու ենք մեր վիլաների առաջին ֆազան, այս ձախ կողմի, անգամ եթե Google Maps-ով դուք բացեք, դուք կարող եք արդեն վիլաների կառույցները տեսնել, իրանք պատրաստ են։ Միայն ներքին внутренний отдел կան մնացել։ 26 թվականի վերջում մենք հանձնելու ենք երկրորդ ֆազայի վիլաները այս հատվածում։ Այստեղ մեր մոտ մնացել է ընդամենը 2 հատ վիլա վաճառքում, մնացած ամբողջը sold out է։ Նաև 6 սենյականոց վիլաները ու դղյակները, այսպես ասած, մենշնները, իրանք հանձնվելու են 26 թվականին նույնպես։ Հետևաբար այս Կրիստալնի լագունան մեջտեղը, որ տեսնում եք, ինքը նույնպես պատրաստ է լինելու 26-ի վերջ։ 27-ի մեջտեղից հունիսից սկսած մինչև դեկտեմբերը շենքերն են հանձնվելու, շենքերի հետ միասին գալու են retail area-ներ, այսինքն կյանքը ստեղ արդեն սկսելու է արթնանալ։ Փաստորեն մենք կարող ենք վիլա էլ առնել։ Կարող եք վիլա էլ առնել, Քիչ է, բայց կա։ Ընդամենը 2 հատ 5 սենյականոց եւ 4 հատ 6 սենյականոց վիլա է մնացել։ Ով վիլա էլ կուզի, այսպես շքեղ տեղ, գրեք, զանգեք։ Իրականում 1 կամ 2 հատ այդ դղյակներից էլ է մնացել, հենց որ դրանից էլ կարող եք փորձել ձեր համար։ Այ այս գծի վրա 1-2 հատ, դա մի քիչ տենց ավելի սիկրետնի պրոյեկտ է, ոչ բոլորի համար, հենց որ pod zaпрос կարող ենք ուղարկել գնառաչարկ ու կոնկրետ վիլայի Ամեն մեկին չեն ծախի։ Այո։ Մեզ կարաք պատմենք, այս շենքն է, չէ՞ հիմա վաճառում։ Այո։ Արդեն 2 հատ բնակարան ծախել ենք այս շաբաթ, այս շենքում ու մնացել է, չէ՞, թե տարբերակներ։ Իհարկե, Կարաք դեռ ունենք։ պատմեք ինչ գներից է սկսում դոլարով ու ինչ չափսեր է։ Դոլարով փորձեմ, ես սկզբից դիրխամով կասեմ, հետո դուք ինձ կօգնեք դոլար Ես հաշվել կոնվերտացիա եմ։ Եթե 1.600.000 դիրխամա 438.000 $։ Ուրեմն 438 բնակարան։ Այո։ Մի սենյականոց բնակարաններ ունենք, 1 եւ 2 սենյականոց բնակարաններ։ Սկսում են, ես էլի դիրխամով կասեմ, դուք կարող եք այստեղ երևի դնել դոլարով։ 1.590.000 դիրխամից գները սկսում են։ Այդպիսի գնով յունիտները մնացել են ընդամենը 4 հատ։ Դալշը արդեն ոնց որ գները մի քիչ բարձրանում են։ 1.600.000 հետևի կողմի բնակարանները, որոնք նայում են ուղիղ downtown, որտեղ ես եմ կանգնած, այդտեղ լինելու է Բուրջ Խալիֆան, հետևաբար պատուհանից նայողը կկարողանա տեսնել Բուրջ Խալիֆան ու downtown-ի skyline-ը, որը շատ գեղեցիկ տեսարան է։ Դիմացի յունիտները, մեկ սենյականոցները սկսում են 1.800.000 դիրխամից։ Իրանք նայում են դեպի մեր Ամերիկի community Crystalna Laguna, այդ ուղղությամբ են իրանք նայում ու շատ գեղեցիկ տեսարան է բացում շենքի բոլոր կողմերից։ Հենց որ եթե դուք ձեռք բերեք բնակարան հետևի կողմից կամ դիմացի կողմից, սենց թենենց ինքը տեսարանը շատ Որ կողմել ասես շատ սիրուն է նայվում ու 77 հարկանի բարձրարկ շենք է։ 300 մետր բարձրությամբ։ Այո։ 300 մետր։ Երկու սենյականոց բնակարանները սկսում են 2.480.000 դիրխամից ու հասնում են մինչև 4.600.000, որովհետև մենք ունենք բավականին մեծ 1500, համարյա 1600 քառակուսի ֆուտ տարածությամբ բնակարաններ։ Ու պատմեմ payments plan-ի մասին, ուրեմն 20% կանխավճարն է, հետո 4 տարի մուծում եք 10% տարին մի անգամ ու վերջում երբ որ բալաները արդեն տալիս են ձեզ, վճարում եք 40%-ը։ Ու ինչն է լավը, որովհետեւ վերջի շենքն է, երբ որ ձեր շենքը հանձնեն 2030 թվի ամառը, արդեն ամեն ինչ պատրաստ ալնելու։ Դուք ստանալու եք բալաները, երբ որ լրիվ արդեն աշխատելու է, լրիվ արդեն սիրուն, լրիվ բասեյների մեջ ջուր ալնելու, պլաժերը լիքն լինելու, այսպես պրոյեկտ ալնելու։ Դավո, $300.000 փող կա, մի հատ ծովի մոտ ինձ տուն առաջարկի։ Կարա՞ս։ Սյուստամ, քիչ եմ կարա։ Հələ դավայ, ծովի մոտ եմ ուզում $300.000-ով։ Այստեղ, էսի Ումալքուվեյն է, Դուբայից մի 40 րոպեվա ճանապարհ է, ստեղից կազինոն էլ է մոտիկ, կես ժամ մինչև կազինո է, շատ լավ տեղ է, նոր Մայամին է, կարելի ասել Դուբայի սաղ ծովի ափին է, 11 կիլոմետր պլաժ է, լյուբոյ պլաժից դուք կարաք օգտվեք։ Լողանալու պլաժ է։ Լողանալու շատ լավ Ուզում ջրով ես տեղ ասես $300.000, ես կարամ ստե տուն առնեմ։ Մի սենյականոց բնակարանը $300.000, երկու սենյականոց բնակարանը $400.000-ով կարաս առնես այս 7 հատ շենքը 8 հատ ծախվում է։ Լյուբոյում բնակարան կա, կարելի է մտնել, առնել ու դուք 3.5 տարուց ստանում եք ձեր բնակարանը ծովի ափին։ Ծովի ափին։ Ծովի ափին։ $300.000 ժողովուրդ, տեսի ձեր համար ենք բերել, որ զանգեք միանգամից առնեք, ստե շատ ուժեղ է ծախվում, սենց ասած, այն օրը մի 100 հատ ստե ծառնում են։ Ու հələ տեսեք ինչ սիրուն է, ծովի ափին, իրոք որ սենց մի հատ նայեք, ոնց որ Մայամին է, շենքերը սենց բարձրահար ու դաժե կողքի բնակարաններն էլ ունենալու են ծովին նայող բալկոններ, ճիշտ եմ դա։ Հա, ծովի նայող
Ընտիր պրոյեկտա գները вообще։ Ու այս բոլորը սարքումա շոբան, նույն ոճով, նույն ստիլով, շատ սիրուն պրոյեկտ ալնելու, կողքնենայի, դաժե ստե կոմերցիոն տարածք ալնելու կղզիում, էլի ֆրիզոնա, այս ֆրիզոնի համար ստե լիքը մարդ են գալու աշխատեն, ապրեն, ֆիրմաներ բացեն, ու կարանք մոտիկից էլ ցույց տանք այդ տները, որ վաճառում են։ Դա վիս կոմերցիոն տարածքներ ծախվում, հա։ Հələ որ չէ, դա հետո են ծախելու։ Նայ, այն 3 հատ շենքը որ կարաչից, էսի մի քիչ ավելի ավելացած է, հենց պլաժի դեմը, ու լենայ ինչ լավ տերիտորիա ունեն, այդ 3 հատ շենքը իր լողավազանով, կինոթատրոնով, պարկերով, ամեն ինչով, ներքևն է ռիտեյլ, ռեստորան։ Հələ ստե մի հատ նայ բասեյնում լողանում ես, բասեյնից նայում ես դեպի ծով, հրեշտակ մի հատ պրոյեկտ է, իրոք շատ լավն է։ Շատ լավ պրոյեկտ է, հələ մի հատ մոտիկից է որ ցույց տանք, լիքը նստելու տեղեր, կինոթատրոն, բարբեկյու զոնա, детский площадка, ինչ ասես կաստե, բոլոր հարմարությունները։ Ըստ է դաժե ասենք սենց ասած, եթե չուզենաք ապրեք էլ, որպես ծովի մոտ ինքը որպես հյուրանոցային համար օրավարձով Airbnb-ով ինչ ամեն ինչով կվերցնեն վարձով։ Շատ լավ զարգացնում են հիմա այդ թղամասը ու իստման լիքը մարդ գալու է Հանգստանը այն պահով, դաժե որ ստե հանգիստ է, շատ սիրուն ծով է, շատ լավ ջուր է, մաքուր է, շատ սիրուն պլաժ է, հա, շատ մաքուր է։ Անենց որ ժողովուրդ բերել են $300,000 զանգեք գրեք, գանք ստեղ իրար հետ առնենք կամ էլ on-line ով կուզի, միանգամից կան։ Ու նույն ձևի payment plan-ով, առանց տոկոս, առանց ամեն ինչ 20% down payment ու գնում եք վճարում եք մինչև բալաները ստանալը պետք է վճարենք 60%-ը, վերջում էլ մնացած 40%-ը վճարում եք ու ստանում եք բալաները ու վայելում ենք։ Շատ լավն է։ Դավիթ ջան, բայց սուր ենք եկե։ Եկել ենք պատրաստի բնակարան արդեն, հիմա որպես շոուրում աշխատում, բայց էսի այն օֆիսի շոուրումը չէ, էսի արդեն պատրաստ շենքի մեջ բնակարանը, եկեք ցույց տամ, որ պատկերացում կազմում եք ոնց են հանձնում, ոնց է շոբան հանձնում բնակարանները։ Դե սպասի մի հատ հարց տամ։ Հիմա մենք ինչ տենալու ենք, այդ դրա տիպի ըլնելու է այդ տները, որ մենք հիմա ասացինք։ Հա, լրիվ սրա նման, այս որակը, մատերիալները, ամեն ինչ, ուրեմն էսի մուտքն է, մտնում ես միանգամից ձախ կողմից մեծ սենյակն է։ Մեծ սենյակը էսի նյանյայի սենյակն է, աշխատողի բանի։ Իր զուգարան բաղնիկով ամեն ինչը որ ձեզ չխանգարես, թե կարան ապրից երեխեք հետևից նայ։ Դաժե եթե կա ինչ կարելի է երեխեքին սենյակ սարքել։ Դաժե եթե նյանյան չունեք, կարելի է լի սենյակ ոնց որ ստե լաունդրին է, լվացքի մեքենան, իր հարմարությունները ամեն ինչով։ Հələ մի հատ ուզում եմ ուշադրություն դարձնեմ այս դիզայնին, դա շատ սիրուն է, էլի, ու որ ասում ես սենց հանձնելու են, իրոք շոբան, այս պանելները, էլի։ Այս պանելները, սենց հայլիները, ամեն ինչ ըլնելու է արդեն բնակարանում, ու ուշադրություն դարձնում ինչ լավ որակով էլի, ակուրատնի սիրուն, էսի հյուրերի զուգարան բաղնիկն է։ Շատ սիրուն է սարքում։ Լիքը մարդ կա, դրա համար սենց արագ նկարենք, որ ձեզ ցույց տանք, դուք տենաք։ Հիմա ուր ենք։ Հետո մտել ենք զալը կուխնյայի հետ, հələ ուշադրություն դարձրու, ինչ լավ կղզի է կուխնյայում, շատ լավ որակի, Bosch տեխնիկայով։ Տեխնիկան լինելու է։ Լինելու է, իհարկե անպայման լինելու է, վստրոյմի տեխնիկա է, խալաձելնիկով, посудомоечной машинкայով, ամեն ինչ, այսինքն սիրուն պատրաստի ստանում եք արդեն։ Մի հատ սենց ասեմ, էլի դա հələ մի հատ ինձ նկարի, սենց քո ձեռով։ Սենց սիրուն մեծ կուխնյաներ է, ինչը դուրս եկավ, որ ինքը սենց պուճուր չի, էլի, սենց քեզ կսկված չես զգում։ Իրոք լեն, դաժե սեղանը, հələ տեսեք ինչ մեծ սեղան է։ Ու մեբելը, որակով, Bosch, ամեն ինչ արդեն սենց իր տեղերը դրած, լված, որ ամանները լվանակ, խալաձելնիկները։ Ու ստեից այս կուխնյայից էլ մենք անցնում ենք դեպի զալ, չէ՞ դա։ Էսի զալ է, իսկ մեբելը լինելու է, թե մեբելը պետք է առնենք։ Չէ, փափուկ մեբելը չի լինելու։ Ով մեզնից առնում է ժողովուրդ, մենք օգնում ենք այս մեբելը առնել, բերել, դնել ձեր տուն։ Էդի խնդիր չկա մեր կլիենտների համար։ Շատ սիրուն է։ Իրոք դուրս գալիս է, դե հիմա արի լավ, ես քեզ նկարեմ, դու տեսարան вообще վերջին է։ Էսի շոբը Heartland 1-ն է, ստե Russell Khor заповедникն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ախրանայի տակ է, լրիվ Greek Harbor-ն է երևում, կենտրոնն է երևում, շատ սիրուն տեսան։ Ու այդ տներից կենտրոնը կերևա, չէ։ Հա, այսինքն տեսքերը շատ Burj Khalifa-ն էլ է երևում։ Շոբը Heartland երկրորդը սրա կողքն է, այ մի քիչ հենա այնտեղ։ Դե ստեյս չի երևա, բայց դե ստեյ է, ժող սենց ասած այստեղ, այս շենքի հետ կողքը։ Արի ցույց տանք, էսի երկու սենյականոց բնակարանն է,
Արի անցնենք առաջ։ Դիզայներսկի պահերը շատ է Հələ դուրս նայ, գալի, էլի հələ մեծ Լավ ժողովուրդ սիրուն նկատի արի։ պահելներ է։ Էս լինելու է, չէ։ Սուսանա ջան, լինելու է։ Այո, լինելու է։ Էս ցենքն էլ ալնելու։ Մտնում ենք էսի առաջի սպալնինա, իր բալկոնով։ Համ շատ մեծ չի, համ էլ փոքր չի։ Իր զուգարան բաղնիկով։ Բոլոր հարմարությունները արդեն կան, ձեզ էլ ոչ մի բան պետք չի առնել, դնել, մտածել, ոնց անես։ Գարդերոբները կա արդեն։ Այսինքն խալաթները։ Սենց ասած մտի ապրի։ Հա, մտի ապրի։ Մենակ այս դիվան կրավատ պետք է առնել ու всё։ Բայց իրոք էս ժողովուրդ էս դիզայներսկի պահերը դաժե նայեք էս կրավաթը որ դրվում է, էս պատը սենց բանա փեդի բահերով, ստե հայլին, բալկոնները մեծ, սիրուն բալկոնները։ Քույստան։ Շատ լավն է։ Ու տեղ է էլի ժողովուրդ։ Իրոք հրաշք բան է։ Գնացինք երկրորդ սենյակ։ Միշտ լավ ճանապարհի մոտ է այս տունը։ Ուստի շատ լավ գայլատենալ շոբայի որակը, շումոիզոլյացիան, այ փակում եմ։ Օպ։ Всё, вообще ձեն չկա։ Ստեղից արդեն ձախ կողմից անցնում ենք, արդեն մաստեր սպալյան, արիչուստան։ Անցնենք նայենք։ Դա շոբան որակը, Շոբան որակը, հա, իրոք մի հատ, եթե ճակ ցույց տաս կամ ծուրպատ ցույց տաս, չեմ հավատա դաժե։ Դե սաղ էլ գիտեն, գախնիկ չի, Դուբայում ռեմոնտը չի փայլում էլի իր որակները, ոնց որ մեր երկրներում։ Շատ լավ անցնում։ Խոսքի ոչ մի անձրները որ եկել են, մի հատ շոբայի շենք չեղի, որ միտեղ մի բան կաթա։ Էսի մաստեր, Էս էլ մաստեր սպալյանա, էլի սենց շատ նորմալ չափսերի, շատ հարմար, իր էլի զուգարան բաղնիկով, դուշևոյ կաբինան մեջը, զուգարանը, լվացվելու տեղ, մեծ հայլին, դու սիրում ես, չէ՞ մեծ հայլի։ Օ, շատ եմ սիրում։ Սաղ էլ սիրում են ես թողը։ Շատ սիրուն, ակուրատնի սարքած պրոյեկտ է, դաժե այս լուսերը մեջ հլնում են, լայն Ու այսօր մենք հիմա պատմեցինք, այս սրա տիպի է լինել, դաժե կարող ավելի լավ լինի։ Հա, էսի իրանց առաջի պրոյեկտն է, Շոբը Խարտլանդ 1, Շոբը Խարտլանդ 2-ը ավելի սիրուն ու ավելի ճոխ, ավելի ճիշտ սարքած ու որակյալ ըլնելու է։ Սո ես էլ տեսանք, լավ ջան։ Ժողովուրդ ջան, հələ մի հատ նայեք, պատժեստներն էլ այսպես սիրուն պատժեստներ է, դիվանով, տելևիզորով, կոնդիցիոներով, շատ սիրուն հոտերով, համով հոտերով, շատ լավն է։ Սա բարձրանանք լողավազանը ու սպորտզալն է ցույց տանք։ Գնացինք։ Եկեք էլ ժողովուրդ ջան, ուզում ենք ցույց տանք տարածքի ինչ ձև է լինելու, այս տան սենց ասած նմուշի վրա։ Նայեք ինչ սիրուն մեծ բասեին է, ոնց որ մի հատ հյուրանոցի բասեին լինի, ընդ երեխեքի մասն է, ստե ճակուզի խորնա, ջակուզի, ընդ ներքևը բարբեկյու կա, սրա վերևը ինֆինիտի պուլ կա։ Ստե։ Հա, ու նա ինչ սա օգտվում հավես մուզիկա են վագում, ինչ լավ սիրուն մաքուր պարկելու տեղեր են, դուշևոյներ, շատ հավես, սիրուն, շատ հաճելի տեղ է։ Մեկ էլ գիտես ինչ եմ լսել, ասում են հայերս դե շատ խորոված են անում։ Հա, հայերը որտեղ չեն անում։ Թազա օր սկսեց մեր մոտ ժողովուրդ ջան ու այսօր մենք եկել ենք ուր։ Հիմա ձեզ կպատմեմ։ Դավոյի հետ եկել ենք Դուբայի եւ Աբու Դաբիի մեջտեղը։ Դավես ինչ ենք նայելու այսօր։ Մի հատ նոր շատ հետաքրքիր պրոյեկտ է, շատ մարդ կա, որ մեզ հարցնում էր, ասում են ծովի ափին ենք ուզում, լավ գներով, հանգիստ տեղ, Դուբայի ղժբժը չլինի, գտել ենք։ Վիլա է ալնելու։ Վիլաներ ու մի քանի հատ բնակարան մնացել է 2 սենյականոց ու մի քանի հատ վիլա։ Հիմա գնում ենք ժողովուրդ ծովի ափը, բայց մինչև գնալ նայեք ինչ ծառերի մեջով ենք անցել ու ինչ լագունա է ստե արդեն սարքվում լողանալու համար ու վիլաները լիքը լինելու ու արդեն այդ վիլաները սենց ասած կայնած էին։ Ինչ է իր ուզում ասել, դա Հեսա հասնենք ավելի մանրամաս սաղ թույթ կտամ պարզ, որ մարդիկ իմանան։ Ավտոն կանգնացրեցինք իջանք դավ ծառերի տակ սենց սիրուն ենքոմն է ստրոյկեն է հետո Հա, շինարարությունը։ Այն վաղ երբ որ ստրոյկեն չեն սկսես, թե եղնիկներն են վազվզում։ Հա, եղնիկներ։ Հա։ Սա կուղարկեմ վիդեոն կդնես կադրի մեջ Հա, շատ ուղղակի սիրուն։ դնեմ, հիմա մտնում ենք ուր։ Հիմա իրանց օֆիսն ենք մտնում, օֆիսը հենց իրանց լոկացիայում են սարքել, որ մարդիկ գան, իրոք տենան, որտեղ ալնելու, ինչ սիրուն ալնելու, մտնենք պատմենք սա։ Գնացինք հեսա օֆիսը ժողովուրդ ջան, նայեք։ Ենքոմն էլա, նայեք ինչքան է սարքվում, մի հատ հիմա մոտիկացնում եմ, մի հատ նայեք, այս կոմն էլ
էլի շինարարությունը գնում է։ Այն կոմինն է վիլաներն է, նայեք, մի հատ մոտիկացնեմ վիլաների շինարարությունն էլ նայեք։ Սենց օֆիս ես հələ չէի տեսել, ժողովուրդ։ Ոնց որ եկել ենք անապատներ ու սենց անցնում ենք Անապատում ռեստորանը լինի։ Հա, ոնց որ անապատում ռեստորանը լինի, դեմներս է ծովն է բացվում, նայեք ինչ սիրուն գույներ է։ Վաու, դա շատ սիրուն է։ Արինա, եսի ամենամաքուր ծովն է Դուբայում։ Արաբսկի Էմիրատների։ Հլստե նայեք։ Հլստեի գույները։ Ծովը։ Ջան։ Շատ սիրուն է, Դավիթ։ Եսի ծովն է, բաց ծով է, իր ճիշտ ափով ամեն ինչով, ստեղ է լագունային փոր է, ու ծովի ջուրը մտնելու է սաղ էս թաղամասով անցնել է, ու մարդիկ, ով որ մի քիչ կոմեն ապրելու, կարան մինչև պլաժ չգան, միանգամից լագունայում լողանան։ Կարոջի Նույն սենց ծովի ասած ջուրն է, հա։ իշնեն իրանց հայաթը լողանան։ Այս սենց էթալու է այս լագունա, ու ասենք իշնում եք ծովի ջրի մեջ լողանում եք։ Այ, պրամոյ ծովից մտնում է ջուրը։ Ընտիրություն է։ Հələ պլաժներն են սպիտակ ավազներ, հələ մի հատ մոտիկացնեմ, մի հատ նայեն, էլի։ Շատ լավ է, տրակտոր բան, ամեն ինչ աշխատում է, էլի եկել ենք սենց ասած մեր աչքերով այս ամեն ինչը նայենք, ստե կաֆե կբացեն, խանութներ կլինի, ամեն ինչ կլինի։ Ամեն ինչը լինելու է, սա մանրամաս սաղ կպատմենք։ Ժողովուրդ ջան, մտանք ներս, ուսումնասիրում ենք, մի հատ սենց ասեմ, հրաշք պրոյեկտ է, վիլաներ, տներ, ծովի ափին։ Դե թեքեմ կամերան դավոյին, դավոն ձեզ արդեն կպատմի ամեն ինչ գներով մանրամասն կներկայացնի։ Գնացին քարտեզի մոտ ու Դավիթը սկսի պատմել, որտեղ ենք մենք հենց հիմա գտնվում։ Երկու ձևի քարտեզ կա, մեկը ստե, բայց դա ավելի լավ է երևում։ Նայեք, մենք գտնվում ենք հիմա այստեղ, հենց այս ջրի մոտ, ու այսինքն սա վիլաներ է ստե։ Էսի արդեն պատրաստ է, ստե այս կղզին սարքում են, ու հիմա վաճառվում է այստեղ մի քանի հատ վիլա ստե է մնացել, 6 միլիոնից 8 միլիոն դիրխամ 5 սենյականոց վիլա, մոտավորապես 300 մետր քառակուսի ու ավելի թանկ վիլաներ կան, հենց լագունայի դիմացը, որ դու կարաք նայեք, պալմայի նման դուրս է գալիս ու միանգամից ձեր տան դիմացը ոնց որ ծով է, լագունա է, բայց ծովի ջրով, մաքուր, ջուրը հոսում է, կանգնած չի ու միշտ էլ մաքուր մնալու է, այսինքն վիլաներ 5 bedroom, համարյա 400 մետր իր լիֆտով։ Այս առաջի գծում կա վիլա, հենց Առաջի գծում կա, հա, 16 միլիոն դիրխամ արժի, կգրես դոլարով ինչքան է։ Անպայման։ Սենց տարբերակներ կան ու երկրորդ գծին էլի 5 bedroom վիլաներ, արդեն ստե դաժե 3 հարկա, էլի լիֆտերով, սրանք արժեն 6-ից 8 միլիոն դիրխամ։ Կարելի է առնել պատրաստալնելու 27 թվի վերջին, 28 թվի սկիզբը։ Դա մեծ տներ է։ Շատ մեծ տներ է, մեծ հավես տներ է ու դաժե իրանց բասեյներ ունեն, իրանց հայաթում։ Հեսա մենք այստեղ մակետի վրա ցույց կտանք ավելի մեծ։ Մեկ էլ բանը քվարտիրաների մասին ասա, էլի ապարտամենտների։ Ապարտամենտ կա, բայց քիչ է։ Հիմա մնացել է 2 սենյականոց ապարտամենտներ, գինը 2 միլիոն դիրխամ է։ Դա մոտավորապես $500,000 է։ Այս շենքում է։ $550,000, հա։ Դե հիմա բացատրի որտեղ գտնվում է սի դա։ Էսի գտնվում է Դուբայի ու Աբու Դաբիի մեջտեղը, բայց պատկանում է Աբու Դաբիին ու ինչն է դրա մեծ պլյուսը, որ Աբու Դաբիում հարկը 2% է։ Դուբայում 4 է, ստեղ 2։ Այն առնելուց որ 4%-ն ենք մուծում, ստեղ մուծելու ենք 2%։ Ստեղ 2% է, դա էլի փող է, էլի էկոնոմիա ենք անում։ Վիլաներն այսպես տիպի են, արես կոմից ցույց տուր։ Ասեմ ասած դեմից ֆրամ նայեն, ժողովուրդ նայեք, 3 տեսակի վիլա է լինելու, 1, 2, դաժե 4։ Էսի 3, հա, էսի էս էլ ամենամեծը։ Էս էլ այն որ լագունայի դեմն է, այնտես ինչ սիրուն վիլա, իր բասեյնով, հայաթով, ամեն ինչով։ Ինքը իր sense ասած պլաժով էլի։ Հա, այս մի էքսկլյուզիվ պրոյեկտ է, sense բան 1000-ից մեկ արած գտնես, тем более sense գներով։ Գներն էլ տենց է, որովհետև Դուբայի ու Աբու Դաբիի մեջտեղն է։ Եթե սիլներ Դուբայում կամ Աբու Դաբիում, սա գները 5 անգամ ավել կլներ։ Մեզ ասացին, որ շատ ուժեղ աճող պրոյեկտ է։ Հա։ Քանի որ մեր մաստեք եմ ցույց տամ դա։ Հաստատ երբ որ պատրաստ լինի, Աթելը դուրը բացեմ, նայեք, այս հողը
դառնալու է մի հատ հիասքանչ տեղ ու էսի, ասենք, փողը դառնալու է տուն ու Ոսկի։ ոսկի։ Ինչ է իր ասում դա։ Դաժե ստեից որ ցույց տաս կղզի է գնում։ Հա, հենա կղզին։ Այ հեսա կղզին տենում եք, այս մատիս հետևով սս նայեք կղզի է։ Ոնց որ Եգիպտոսի ծովը լինի, այդպես կապուտ ծով։ Ահա, շատ սիրուն ծով է։ Այս կղզին ելնելու է вообще ուլտրա լյուքս, ստեղի վիլաները մի 5 անգամ են դրանցից թանկ են, 30 միլիոնով կա, 50 միլիոնով կա, 60 միլիոնով, 40 միլիոնով դիրհամով եմ ասում գները։ Հələ մի րոպե, այս sense վիլաներ է, չէ՞, այսպես կլոր։ Վիլաները прямой պլաժի արդեն լագունաչի ծով է, բաց ծով է դեմները։ Ըստ է դաժե նայ նավը կայնացնելու տեղ ունեք, Հա, որ ձեր նավը վերտալյոտի պաշտկա կա, որ կարաք վերտալյոտով գաք, իջնեք գնանք տուն։ Իսկ բաներ ապարտները կան դավ այստեղ։ Այն աճ կոմի շենքը ապարտամենտներ են, մի քանի հատ մնացել է, սկսում է 9 միլիոն դիրհամից 2 սենյականոց բնակարաններ, 2 բեդրում։ Բայց դրանց չափսերը մոտ 350 քառակուսի մետր են, շատ մեծ են։ Դե payments plan-ը պատմի։ Payments plan տարբեր կա, 60-ը 40-ի, 30-ը 70, 70-30 տարբեր ձևի կա, նայած ինչ payment plan ընտրեք, գինը փոխվում է, կարող քիչանա կամ էլ ավելանա։ Ինչքան շատ միանգամից մուծեք, այդքան ավելի էժան կլինի իր գինը։ Իսկ բան վճարումը էլի Դուբայի պես է 20%-ը տալիս ես այն մնացածը։ Հա, down payment-ը 20%-ը, հետո ռասոճկով գնում ենք մինչև 28 թիվը կամ 27 թիվի վերջը, երբ որ վերջացնեն արդեն կուզեն վերջի գումարը կամ էլ 28 թվի սկզբից։ Մի հատ մոտիկանանք նկարներն են նայենք, ինչ մատերիալներից են սարքելու, ժողովուրդ շատ հետաքրքիր պրոյեկտ է, դրա համար ենք եկել հասես թե։ Ճիշտ ասած, ինձ երկարը չեկանք, ինչքան 30 րոպե 30 րոպե, Blue Waters-ից 30 րոպեում հասանք։ Այսինքն մատերիալներ են օգտագործելու, շատ որակով, սիրուն, սիպոլն ալնելու, կուխնյայի բանի, Իսկ ռեմոնտ տեխնիկա բանով է լինելու թե։ Կուխնյա տեխնիկա ալնելու է, պատերը ռեմոնտ ամեն ինչ ալնելու է, մենակ մնալու է դիվան, կրավատ, սեղան, աթոռ, տենց բաներ առնենք։ Հա, նայեք ժողովուրդ, այս առաջի տարբերակն է, այսի կգաք ստե արդեն կամ on-line առնելուց կընտրենք, էլի ինչ ձև եք ուզում, ինչ գույներ, ինձ թվում է Սենց յուրահատուկ մոտեցում է լինելու ամեն մի կլիենտին։ Ու ինձ թվում է մարդկավոր նայի մտածի ասի խուլ տեղա ինչ ենք անելու ստե, բայց դպրոցը լնելու է, տարգովը ցենտրը լնելու է, ջիմեր, օբշի տեղեր, որ մարդիկ անգամ պարապեն, օբշի բասեին, ամեն ինչ լնելու է։ Ինձ թվում է դա վեսի լինելու է թազա կուրորտ։ Սենց չի որ ինքը խուլ տեղ է, իրանք սարքում են, որ դառնա թազա կուրորտ ծովի ափին, հիասքանչ ծովով, հիասքանչ։ Ես սենց ասեմ ծովը մի հատ շատ գրավիչ ծով է, որպես ուզում ես միշտ նայես, մի հատ ճիշտ ենք ծովի ափ։ Ի՞նչն ենք։ Գնացինք։ Մակետը ցույց տվին, գների մասին ասինք, հիմա իջանք ծովի մոտ, որ ցույց տանք ինչ սիրուն ջուր աստե, ինչ կայֆոտ գույն է, այս կողմից լագունան է, մտնում է, ոնց որ ցույց տվեցին քարտեզին, մտնում է ամեն մեջտեղով անցնում է ու նորից դուրս է գալիս ծով։ Ջուրը կանգնած չի, ջուրը միշտ փոխվում է, հոսքել ունի ու այս կողմից էլ պլաժ են սարքում, հլնայք հիմա շինարարության մոմենտներ է, բայց երբ որ էսի պատրաստ լինի վերջացնեն, մի հատ լրիվ ընտիր տեղ ալնելու, որ մարդ գա ներվեր անջատի, իր համար վիլայում կամ բնականում մնա, ինչ ասեմ, սրանից հետաքրքիր տեղ, սենց կարգի այս գներով չկա։ Թաքնված տեղ են գտե, դա։ Թաքնված տեղը, հա, հələ որ քիչ մարդ գիտի սրա մասին, որովհետև ոչ Դուբայը, ոչ էլ Աբու Դաբիա, հենց մեջ տեղն է։ Ստեից նոր նայեցի 35 րոպե մինչև Աբու Դաբի аэроպորտը, 35 րոպե մինչև Դուբայ Blue Waters։ Դա հələ որ նայես կհասկանաս, նայ, ավազ են բերում, լցնում են, ափեր են սարքում, ու ես ելը պատկերացեք, որ ինչ ստրոյկա է հետո, սենց պրոստա արևի կոմը խփում, այս ավազները բերել են, ոչ թե սիրուն, սենց ասած դառնա Մալդիվսկի աստրավա։ Հա, լրիվ մի հատ շատ պրիվատ հավես տեղ ալնելու։ Հիմա ասեմ նորից կասեն, ժողովուրդ, էսի ինձ գիտեք ինչա թվում, էսի այն պրոյեկտներից են, որ իրոք դուք մտնում եք համար առաջինը, էսի ոչ են սարքած տեղա, ոչ էլ էսի զրոյից սարքվում է, հողը ու աճում է։ Իրոք ինձ թվում է դա դու ինչ կասես, ճիշտ եմ նկատե։ Հա, շատ նոր զարգացվող տեղ է, նոր զարգացվող տեղերն են միշտ ամենալավ
գների աճել են ցույց տալիս։ Այդ եմ ասում, ինձ թվում է լավ աճա լինելու Ինձ էլ է թվում, հա, որ այսպես սարքեն պատրաստեն, մարդիկ արդեն հաստատ կիմանան սրա մասին ու կուզենան ավելի թանկ առնեն, եթե ինչ որ մարդ կա, որ ուզում է առնի, հետո վաճառի։ Դե ժողովուրդ ջան, ում հետաքրքրեց զանգեք, գրեք, ըստեղ կլնեք, կարանք իրար հետ գանք, եթե չէ, on-line գործարքներն էլ հեշտ ու հանգիստ, այսինքն լուբոյ երկրից անում ենք, Եվրոպայից կուզեք, Եվրոպայից, Ամերիկա, Հայաստան, Ռուսաստան, աշխարհի որ ծերից ուզեք, կօգնենք ձեզ կանենք։